Երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև հերակա բանավեճը շարունակվում է եւ այդ բանավեճի առանցքում ով բերեց Նիկոլ Փաշինյանին հարցն է ու ըստ երրորդ նախագահի թիմի գնահատականների ձեր թիմը խախտել է պայմանական հրադադարը։ Գիտեք, նախագահի այդ հարցազրույցի ամբողջ այդ հատվածին վերաբերող մասից ես չի ասում, որ հրադադար է, պարզապես խոսվել է փաստերի մասին, արդեն նախագահի կողմից տիրապետված փաստերի մասին։ Դրա մասին խոսվել է նրանից հետո, երբ որ երրորդ նախագահի թիմից սկսեց ինչ-որ բաներ շրջանառել, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեին, ավելին, որոնք շոշափում էին ուղիղ նախագահ Քոչարյանի իբր թե ինչ-որ ասված խոսք։ Եվ շատ բնական էր, որ պետք է այդ պարզաբանումները թե հանրությունը, թե նախագահ Քոչարյանի կողմնակիցները, թե նրան վստահող մարդիկ պետք է այդ պարզաբանումները ստանային, այսինքն ինչ-որ հրադադար, չհրադադար, այդպես խաղեր չեն խաղացել։ Եղավ նաև արձագանք երրորդ նախագահից, որը իր ճեպազրույցում ըստ էության պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի տվյալ հատվածում հնչած մտքերին, ասաց, որ մասնավոր զրույցներ է ինքը չի հրապարակում, ասաց, որ 18-ի մասին չի խոսելու, ավել բան կասի միայն մեկ անգամ լայն ձևաչափով ուղիղ եթերում եւ նաև շոշափվեց Ռոբերտ Քոչարյանի անազատության հետ կապված հարցը, հնչեց հետևյալ միտքը, որ արդյոք հերոսություն է 1 տարի նստելը ի պատասխան երկրորդ նախագահի կողմնակիցների այն դիտարկումներին, որ եթե Նիկոլ Փաշինյանը մեջբերում է մերժեց Սերժին, ինչու նստեց Քոչարյանը։ Գիտեք, ձեր տված հարցը շատ լայն տարածված հարց է, որին ամեն մարդ ունի իր պատասխանը, պարտադիր չի դրան էքս-նախագահի մակարդակով անդրադառնալ, ավելին դիսկուրսի մեջ մտցնել ինչ-որ հերոս-չհերոս դիսկուրսը, որովհետև նախագահ Քոչարյանի կողմից կամ իր ընտանիքի կամ պաշտոնական ներկայացուցիչների կողմից երբևէ չի ասել ինչ-որ մի բան հերոսություն է, չէ։ Նկարագրեմ դեպքերը հերթականությամբ, նախագահ Քոչարյանը 18 թվականին շատ լավ իմանալով, որ իրեն կալանավորելու են, վերադարձել է Հայաստան, առերեսվել է այդ ամբողջ բռնաճնշումների հետ, կալանավորվել է, այո, եւ պայքարել է ու ունենք ինչ-որ ռեզուլտատ։ Ունենալու ենք շատ ավելի լավը, դա ոմանց դուր գա, թե դուր չգա, քաղաքական առումով։ Գիտեք, իսկ նստելը հերոսություն, անստելը հերոսություն չի, այդ խոսքը շատ արհեստականորեն ինչ-որ բերվեց, մտցրվեց հղում անելով կողմնակիցները կարող են շատ կարծիքներ ու շատ բաներից խոսալ, բայց դա ինձ թվում է հանրային ու բարձր մակարդակի դիսկուրս պետք չի բերել։ Ավելին նախագահ Քոչարյանը կալանավորվել է ու նստել է, այսպես ասած, ուրիշների արած սխալների հետևանքով եւ պատճառով։ Եվ ավելին, ինձ թվում է տղամարդիկ ինձ կհասկանան, այդ կալանքի ընթացքում նախագահ Քոչարյանը նույնիսկ ցուցմունք չի տվել։ Սա ով հասկանալու էր կհասկանա։ Դուք կոնկրետ բան եք ակնարկում։ Ես կոնկրետ բան եմ ասում, բայց տղամարդիկ սա շատ ավելի լավ կհասկանան, երբ որ կա քո վրա երկարատև կալանքի վտանգ ու դու որևէ ցուցմունք չես տալիս։ Դա շատ կարևոր բան է։ Եվ գիտեք, մի բան հաստ է, ես չգիտեմ հերոսությունը ոնց է չափվում։ Նախագահ Քոչարյանի արածը դա պետական այրի, երկու հայկական պետություններ ղեկավարած մարդու իր ներքին համոզմունքներից բխող արարք է։ Դա ինչ-որ հերոսության պիտակի կարիք չունի, դա պետական այրի պահվածք է։ Մի բան հաստատ գիտեմ, ինչը հերոսություն չի։ Հերոսություն չի Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելը, հերոսություն չի Նիկոլ Փաշինյանից փախչելը։ Քոչարյան ընտանիքից որևէ մարդ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ պայմանավորվել է, ոչ առավել եւս փախչել է Նիկոլ Փաշինյանից։ Պարոն Միկոյան, երկու թիմերը երբ քննարկում են այս հարցերը, որոնք արդեն տևական ժամանակ ներքաղաքական օրակարգում են, երկու կողմն էլ նշում է, որ փոխադարձ մեղադրանքները մեկնարկել են 2008 թվականից։ Իր ճեպազրույցում այդ մասին խոսեց նաև երրորդ նախագահ, դուք այս տաղավարում նաև դրվագներով եք ներկայացրել, թե այդ հակակարողչության թելերը որ թվականից դեպի որ կողմ են տարել մեր նախորդ հարցազրույցի ընթացքում։ Հանրության մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ ի վերջո ինչ չեն կարողանում, այսպես ժողովրդական լեզվով ասած,
կիսել երկու նախագահները։ Գիտեք, կիսելու բան չկա։ Ի սկզբանե երկու նախագահները տարբեր են եղել իրենց մոտեցումներով, կառավարման տիպով, գրեթե ամեն ինչով։ Կիսելու համար ինչ որ բան դիլնի, որ ընդհանուրեն ու չեն կարողանում կիսել։ Մյուս կողմից ասում են նախագահ Քոչարյանի կողմից է դա սկսվել 2008 թվականին։ Առնվազն ծիծաղելի է, որտեվ գոնե մեդիա դաշտի հետ ծանոթ մարդիկ կամ հանրային կյանքի հետ ծանոթ մարդիկ քաղաքական գիտնեն, որ նախագահ Քոչարյանը 2008 թվականից հետո որևէ մեդիա ռեսուրս չի ունեցել, որևէ։ Դրա դիմաց եղել է իշխանական ամբողջ ռեսուրսը իրենց պրոքսիներով, փաստացի իրենց կողմից հովանավորվող Նիկոլ Փաշինյաններով եւ այլ խոսացող գլուխներով, պրոքսիներով եւ այլն, այսինքն եթե մի կողմից որևէ բան չկա, իսկ մյուս կողմից մի ամբողջ ապարատ է, ասել որ ինչ որ մի կողմն է սկսել, չեղած տեղից բան չի սկսում, էլի։ Իսկ այդ տարանջատումը ինքը վաղուց կա, վաղուց եղել է 2008 թվականից ակնառու է առնվազն նրանց համար, ովքեր հետևում են քաղաքական պրոցեսներին, դա պարզապես պետք է ընդունել գիտություն եւ շարժվել առաջ։ Մի հետաքրքիր դրվագ վերջերս մամուլում շրջանառվեց, բայց դա վաղուց 11 թվականին Ազատություն ռադիոկան տեսել է, հետո անով Wikileaks-ով նայել է։ Այսինքն 2009 թվականին ՀՀԿ անդամ, կարկառուն անդամ Սամվել Նիկոյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Ամերիկայի դեսպանատան որ բողոքում է, որ ահա Քոչարյանը գալիս է, հասեք, օգնեք, խանգարենք եւ այլն։ Մենք ենք սկսել այդ տարանջատումը, մենք ենք սկսել այդ պրոցեսները, չէ, ամեն ինչ փաստաթղթավորված է նույնիսկ դեսպանատներում դա կա, էլի որ նույնիսկ այդ Wikileaks-ը կարդում ես այդ դեսպանի ժողովրդական լեզվով ասած զարել են գնում ասում այս ինչ ձև է եկե վախեցած հայ հարայ փրկեք, էլի ցենց մի քիչ որ ընդհանրացնենք։ Այսինքն այդ տարանջատումը այդ ոչ նույնը լինել է 2008 թվականից որ վառ արտահայտվել է ու նախագահն ասում է որ ես իմ հարցազրույցներով, կարևորագույն հարցերով միշտ արտահայտվել եմ, հիշեցնեմ մի քանիսը։ Դա հայ-թուրքական այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտություններ, որը տեսանք ինչ ավարտ ունեցավ, կարմիր գծեր, արագաչափեր, սահմանադրական փոփոխություններ, իշխանության մոնոպոլիզացիա, այս եւ այլ տնտեսական բազմաթիվ հարցերով նախագահ Քոչարյանը պարզապես քննադատել է տեղ-տեղ շատ տեղ առաջարկելով իր լուծումները։ Գիտեք զարմանալին որ նա մի անգամ չլսեցինք, ասեն Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Այսինքն 2008 թվականից ապրիորի իրանց մոտ բացառված է եղել, որ Քոչարյանը կարա ճիշտ էր։ Այնպես որ տարանջատման մասին երևի իրոք արդեն պետք է ֆիքսվել, երկու թիմն կարան ֆիքսեն եւ նայեն առաջ ամեքի իրողությամբ։ Հաջորդ քաղաքական որևէ process-ի ժամանակ վստահ եմ ընտրողները, վերջի վերջո ընտրողներն են իրենց խոսքը ասելու, թվաբանական գնահատական կտան։ Եվ գալով 2018-ին տեղի ունեցածին, ձեր կարծիքով ինչու է հենց այս փուլում այդ հարցը բերվել օրակարգ այս ամբողջ 7 տարվա ընթացքում, ինչու է կարևոր այդ հարցի վրա լույս սփռելը, որովհետև մարդկանց մոտ օբյեկտիվորեն հարցեր են առաջանում։ Ինչ իմաստ ունի հիմա խոսել այն մասին, թե ինչպես բերվեց, ով բերեց Նիկոլ Փաշինյանին եւ ինչու տեղի ունեցավ այդ ամենն ու ինչպես տեղի ունեցավ ամենակարևորը։ Նայեք, մարդկանց մի մասի մոտ այդ հարցն է առաջանում, մեծ մասի ներողություն, որովհետև ասում են այդ հարցադրումներ հնչեցնողները, որ կարևորը հիման է, այս պահն է, կանխելն է Փաշինյանի հետագա զիջումները։ Իհարկե, կարևորը դա է, բայց կարևորը նաև մարդիկ, շատ մարդիկ, մեծ մասը այդ կանխումից ու փոփոխությունից հետո ուզում են տեսնել 2018 թվականին ինչ ա եղել իրենց հետ։ Հասկանում եք, եւ ենկա եւ ենկա։ Երկու հարցերն է հավասարազոր, երկու խնդիրներն է հավասարազոր, իհարկե Փաշինյանին կանխելը շատ ավելի կարևոր է, ամենօրյա ռեժիմով կանխելը։ Բայց մի փոքր վարժություն անենք մեր հերոստադիտողների հետ, որպեսզի հասկանանք որտեղ է էլի թաքնված շան գլուխը։ Հերոստադիտողներին պարզապես խնդրում եմ իրանք իրանց հետ անկեղծ լինեն մի քանի վայրկյան ու ինչ որ թվեր իրանց մոտ գրեն։ Հիմա
խնդրում եմ հիշեք, մտկով գնացեք 2018 թվականի փետրվար, դեռ Նիկոլ չկա, դեռ չի քայլել, ոչինչ չի եղել։ Գնացեք 2018 թվականի փետրվար եւ դուք ձեր մտքում հարց տվեք ձեզ։ Հայաստանի բնակչության քանի տոկոսներ դեմ, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետ մնա։ Ինչ որ մի թիվ գրեք։ Այդ հարցը օրակարգում կար։ Հիմա ուրիշ հարցի պատասխանեք։ Նույն փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության քանի տոկոսը կուզեր, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ։ Հիշեցնեմ, որ 17 թվականին Նիկոլ Փաշինյանը համախմբվելով Էդմոն Մարուկյան, Արամ Սարգսյանի հետ, որոնք էլեկտորալ իրենցից բան էին ներկայացնում, 7% էր ընդհանրապես։ Մի կերպ։ Հիմա գրեցիք այդ երկու թվերը, հարգելի հեռուստադիտողներ։ Հիմա տեսնում եք, չէ՞ որ այդ երկու թվերը տասնյակ անգամ տարբերվում են իրարից, այսինքն երրորդ ժամկետին դեմ մարդկանց քանակը, ես կախարդ չեմ, պարզապես կռահում եմ, որ այդպես է, վստահ եմ 90%-ից մոտ այդպես է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով ստացավ կենսագործունեության մի բանաձև, որտեղ դիցուկ 90-ը հավասար է 7-ի կամ 87-ը հավասար է 8-ի։ Այսինքն մեր պետությունը մինչև այսօր սխալ բանաձևով աշխատում։ Այդտեղ է խնդիրը։ Պետք է պարզապես հաջորդ էլեկտորալ կամ ոչ էլեկտորալ process-ով հանել, բանաձևը ուղղել ու շարժվել առաջ։ Սա իմ դիտարկումն է, չգիտեմ, մարդկանց մեծ մասը իրենք իրենց թվերը գրել են, ես չեմ տեսել։